Նորից բարև ձեզ սիրելի երևանցիներ, կրկին անգամ ուզում եմ անդրադառնալ Աքիլեսյան Գարշապատ հիշեցնող մի խնդրին, որի մասին շուրջ 1 տարի է խոսում եմ, Բաբաջանյան փողոցի մասին է խոսքս, չեմ ուզում կրկնվել, բազմիցս խոսել եմ նախորդ տեսանյութերում, թե ինչքան գումար է ծախսվել, այստեղ եւ ի պատասխան իմ հարցմանը, թե Բաբաջանյան փողոցում 2023-24 թվականների հատվածում ինչ գումարներ է ծախսվել, գաղտնի է պահվել եւ ինչ չէին տրամադրվել իմ հարցման մեջ, ի պատասխան տվել էին, որ 240 միլիոն դրամ 2024 թվականի բյուջեով պատրաստվել են այստեղ ծախսել գումարներ միջին նորոգման աշխատանքների կատարելու համար եւ 2025 թվականի ապրիլին այստեղ քանդման աշխատանքներ նորից իրականացվեցին, ֆրեզավորման աշխատանքներ եւ ասֆալտը քանդվեց եւ այստեղ փոխեցին կոյուղատար համակարգի խողովակները, ինչը մտահոգիչ էր, ես հարցրեցի, թե երբ է պատրաստ լինելու, քանի որ այստեղ խցանումները կանգ առը շատ մոտիկ է ավտոբուսը կանգնելուց հետո խցանումներ է առաջանում, պատասխանեցի 10 օրից ամեն ինչ պատշաճ կերպ կատարված է լինելու, որը մտահոգիչ է եւ իրականից մի քանի օր հետո ես տեսա, որ այստեղ ասֆալտապատման աշխատանքները կատարվեցին, բայց 2025 թվականի ապրիլի 20-21-ին ես արձանագրեցի, որ այստեղ փլուզում է տեղի ունեցել եւ խոսեցի դրա մասին եւ ասեցի, որ շատ շտապ լուծում է պահանջում, անմիջապես նորից բերեցի խճալցման աշխատանքները կատարեցին, այնուհետեւ այսօր արդեն ապրիլի 30-ին նորից այստեղ փլուզումները առաջացել, ամենը կահավորանքը 30-ից փոխվել է 20 արագության, տեսեք 3 տեղ նորից փլուզում է, տեսեք ինչ է կատարվում, նայեք մի հատ այստեղի անցքերը, նայեք ամբողջությամբ դատարկ եւ այս խնդիրը հրատապ լուծում է պահանջում, որովհետեւ ես բազմիցս նշել եմ, կարող են այստեղ վարորդները գիշերը չնկատել եւ կողքներ փլուզում տեղի ունենա եւ աղոթներ հայտնվեն փոսի մեջ եւ անդառնալի հետևանքներ ունենա։ Եվ ուզում եմ նշել, որ քաղաքապետի աթոռը զբաղեցրած Տիգրան Աբինյանն ասում է ցույց տվեք մեկտեղ, որ մի քանի անգամ նույն ասֆալտը քանդվում է, իսկ պարոն Արայանը ասում էր, որ այո, կարող են լինել դեպքեր, որ ասֆալտապատումից հետո նորից քանդվել եւ վթարը վերացնելու պատճառ, բայց սա արդեն 3-րդ անգամ է այստեղ քանդվում։ Այսինքն դուք հետևողական չեք լինում այս խնդրին եւ խնդիրը անընդհատ մնում է չլուծված։ Խնդրեմ, չլուծված, խնդրից հետո նորից խնդիր, նայեք, տեսնում եք եւ ես համոզված եմ, եթե այստեղ հետևողականություն չլինի եւ պատշաճ կերպ այս աշխատանքները մանրամասնորեն մասնագետները չանդրադառնան եւ այս լուծման խնդիրը վերջնականապես չլուծեն, այս հարցը մնալու է այսպես, եթե այսպես թքեն, կպցնեն եւ նորից խնդիրը մնա չլուծված։ Դեռևս այսքանը սիրելի քաղաքացիներ, սա իմ ամենօրվա ճանապարհն է եւ ես կշարունակեմ իմ ճանապարհը Բաբաջանյան փողոցով դեպի Աճարյան փողոց, որտեղ որ շաբաթներ առաջ նորից արձանագրել էի մի խնդիր, ընդամենը բերել են փարոսիկներով եւ կաղորանքով ուշացնում են վարորդներին, որ այստեղ խնդիր կա։ Խնդիրը, եթե կա, նախատեսված է 2025 թվականին տարբեր գումարներ բյուջեով հատկացված, ինչի համար չեք շտապ այդ հարցերը լուծում, ինչ է պետք է սպասեք 26 թվականի բյուջեով նոր գումար հատկացնեն, որ այդ խնդիրները լուծվի, չի կարող այդպիսի բան լինել, 2025 թվականի բյուջեով նախատեսված գումարներ կան եւ պետք է այդ գումարները ծախսվեն խնդիրների լուծման համար, որ առաջացել են այսպիսի դեպքերում, բայց ուզում եմ նշել, որ այս խնդիրը առանձնահատուկ խնդիր է եւ 3-րդ անգամ այստեղ ասֆալտ են անում, շարունակենք ճանապարհը։ Սիրելի երևանցիներ, շարունակելով ճանապարհը սա Աճարյան փողոց, որտեղ շաբաթներ առաջ խոսել էի մի խնդրի մասին, այս փլուզման դեպքի մասին, եւ տեսնում եք, աշխատանքներ չեն կատարվում, ընդամենը փարոսիկներով կահավորանք է դրվել եւ աշխատանքներ չկան, որ ասում են Երևան քաղաքականության է մատված եւ չգիտենք այս աշխատանքները երբ պետք է կատարեն, երբ պետք է ժամանակ գտնեն քաղաքային իշխանությունները այս փլուզված տարածքը վերանորոգելու համար եւ ես ինչպես նշեցի, գումարներ կա հատկացված 25 թվականի բյուջեով եւ պետք է այդ գումարները ծախսվեն եւ շտապ պետք է լուծվեն այս խնդիրները, ոչ թե ամիսներով փարոսիկները դրվեն ճանապարհի վրա եւ աշխատանքները չկատարեն, որ ասում են Երևան քաղաքականության է մատնված, դա այդպես էլ կա, սա տեսնում եք ատերության հետևանք է, որ այս պահին այս աշխատանքները արդեն շուրջ 10 օր է, մեկ շաբաթ 10 օր է չեն կատարվում, իսկ քաղաքային իշխանությունը ինչով է զբաղված։ Քաղաքային իշխանությունը զբաղված է, երբ որ քաղաքացիները սոցիալական հարցեր են բարձրաձայնում, խնդիրներ են բարձրանում, կոռուպցիա դեպքեր,
massive թաղապետը ավականների հետ մարդ է ծեծում եւ երբ որ արձանագրում են խնդիրների կոռուպցիայի մասին են խոսում ավականի Գևորգ Ստեփանյանի մեքենան են այրում ինչի մասին որ բարձրաձայնում են Մայր Հայաստան խմբակցության ավականիները դժգոհություն է առաջանում քաղաքային իշխանության մոտ, բայց դուք ինչի համար եք։ Դուք պետք է աշխատեք, դուք պետք է ծառայեք Երևան քաղաքին։ Մայր Հայաստան խմբակցության ավականիները արձանագրում են խնդիրները։ Գոնե այդ արձանագրած խնդիրներին հետևողական եղեք եւ ձեր այդ չաշխատող աշխատակիցներին մենք իրանց տեղ աշխատում ենք, արձանագրում ենք, անեք փոխել թող աշխատեն, այս խնդիրները լուծում ստանան։ Ես ընդհանրապես Աճարյան փողոցն է շարունակել եմ ճանապարհը, ես ինչպես նշեցի, սա ամեն օրվա իմ ճանապարհն է, ամեն օր քաղաքապետարան գնալու ճանապարհին ես արձանագրում եմ խնդիրներ, շարունակենք դեպի Խանջան փողոց։ Սիրելի երևանցիներ, ինչպես խոստացել էի, շատ մեծ դժվարությամբ խցանումներով հասանք Խանջան փողոց, Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ գտնվող կանգառասրահի մոտ արդեն շուրջ 10 օր է դրված է այս տաղավարանքը փարոսիկներով եւ այստեղ արձանագրվել է փլուզման դեպք եւ տեսնում եք փոսալցված ես համոզված եմ սա դրվել է որպեսզի մեքենաները շարունակեն այս երթևեկիլի գոտով երթևեկել որպեսզի փլուզում չառաջանա այսինքն նորից խոսում է քաղաքային իշխանության անգործության մասին որ պարապուրտի են մատնված այս մարդիկ աշխատելու խնդիր ունեն այս մարդիկ կառավարման խնդիր ունեն քանի որ նրանք ընդհանրապես կարողանում են փարոսիկը դնել եւ սպասել թե երբ այս աշխատանքները կատարվի իսկ չեն մտածում թե այս մեր սիրելի քաղաքացիները ինչպես պետք է հասնեն աշխատանքի նրանք մեր քաղաքացիներին տուգանելով տուգանքի մատերիալ կարմիր գծերը թանկացրեցին 13 անգամ շուրջ որպեսզի կարողանային բեռնաթափեն Երևան քաղաքը բայց բեռնաթափումը եթե դուք ուզենայիք իրականացնել ու առաջին հերթին այսպիսի խնդիրները պետք է լուծեք որպեսզի երթևեկելի գոտիները ազատ լինեն եւ մեքենաները կարողանան շարժվել Խանջան փողոցով ինչը որ դուք չեք անում այսինքն դուք ոչ թե 13 անգամ թանկացրեցիք կարմիր գծերը որպեսզի ունենանք բեռնաթափված Երևան դուք թանկացրեցիք որպեսզի թալանեք մեր քաղաքացուն թալանեք շուրջ 34.5 միլիարդ դրամով ավելացնել 2024 թվականի տարբերությամբ 2025 թվականի քաղաքային բյուջեն եւ աշխատանքներ նորից կիսատ պռա թողնելով եւ տեսեք ինչ է կատարվում Խանջան փողոցում այս պահին խնդրեմ եւ այս հատվածը տեսեք ազատ որ կարող էր երկու երթևեկելի գոտի օգտվել եւ մեքենաները կարողանան առանց խնդրի շարժվել սա է իրականությունը սիրելի քաղաքացիներ մեր քաղաքային իշխանությունները մենակ կարողանում են թանկացնել թալանել եւ չաշխատել շարունակեմ ճանապարհս եւ նորից կարձանագրեմ խնդիրներ եւ նաեւ ուզում եմ նշել շատ ազանգեր եմ ստացել որտեղ որ աշխատանքները ասֆալտապատման կիսատ պռա թողել են եւ չեն շարունակում արդեն քանի օր է մասնավորապես Էրեբունի վարչական շրջանում Մալաթիա Սեբաստիան նոր վարչական շրջանում եւ ես եւս երկու օր կսպասեմ եւ այնուհետեւ կարձանագրեմ այն խնդիրները որոնք փողոցներում խոսք են տվել մեր քաղաքացիների փողոցները ասֆալտապատել եւ չեն ասֆալտապատել կիսատ են թողնել ես կանրադառնամ այդ խնդիրները նաեւ ուզում եմ նշել որ ունենք նաեւ խնդիր ահազանգ ունենք վրացական փողոցից Արաբկիր վարչական շրջան վրացական փողոցից դեպի Մամիկոնյան փողոց բարձրացող ճանապարհին արդեն 1 ամիս շարունակ այնտեղ դիտահորը նույն ձևի կահավորված եւ թողած է նույն ձևի դիտահորի կափարիչը կողքի վրա շպրտած այսպես ասած անտերության մատնված այնտեղ է սա է իրականությունը սիրելի քաղաքացիներ փորձեմ շարունակելով ճանապարհս եւս մի խնդիր եմ արձանագրել ձեզ ներկայացնել սիրելի երևանցիներ սա էլ Տիգրաննից Խանջան գետնանցումն է խնդրեմ տեսեք ինչ վիճակում է գտնվում արդեն տևական ժամանակ է ինչ այս հատվածը այսպես է եւ ես ձեզ ասեմ որ այստեղ անձրևային էս տեղատարածքը որ լինում է հոտարատ անձրևների դեպքում այս փոսը նույնպես լցվելու է վարորդները չեն նկատելու այստեղ վտանգավոր է դրա համար մանրամասն չեմ ներկայացնում թե ինչ վիճակում է գտնվում նույնպես տակը դատարկ է եւ նույն խնդիրը կարող է առաջանալ այստեղ եւ սա է ամենը ինչ հասցրեցի այս 1 ժամվա ընթացքում ներկայացնել ձեզ սիրելի երևանցիներ եւ կոչ եմ անում բոլոր վարչական շրջանի ղեկավարներին ձեր կիսատ պռա թողած աշխատանքները ավարտեք Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամները անդրադառնելու են
այն խնդիրներին, որոնք որ մեր քաղաքացիների կողմից բարձրաձայնվում է, եւ մենք արձանագրելու ենք եւ հանձնելու ենք քաղաքացու դատին ձեր իսկ աշխատանքը, իսկ ձեր աշխատանքը, ինչպես որ տեսնում ենք, Երևան քաղաքը անտերության է մատնված։ Սա է քաղաքային իշխանության պատկերը եւ քաղաքային իշխանության կատարած աշխատանքը։ Շնորհակալ եմ սիրելի երևանցիներ, կհանդիպենք Երևանի փողոցներում։